Հրապարակ թերթը գրում է, դեկտեմբերի 28-ին Մայրաթոռում պատարագի մասնակցելու մասին ՔՊ-ից երեկ վստահեցրին, որ իրենց պաշտոնապես չեն հայտնել այդ մասին։ Փաշինյանի խոսնակը հայտարարեց, որ առաջիկա պատարագի եկեղեցին դեռ հայտնի չէ։ Ըստ լուրերի Փաշինյանը որոշել է ամեն գնով լուծել եկեղեցու եւ վեհափառի հարցերը։ Տիրադավ եպիսկոպոսների իր խաժամուշի հետ մտնել մայր տաճար, իսկ մինչ այդ ուժայինների միջոցով եկեղեցին մաքրազարդել հոգեվորականներից, եթե պետք է վեհափառի այլ մտերիմների էլ կալանավորել, որ նա ծնկի գա։ Որոշել է ամեն գնով մինչև ընտրությունները լուծել հարցը։ Բացի նրանից, որ արտաքին ուժերն են պահանջում, նա նաև կարծում է, որ եթե հաջողվի իրագործել իր պլանը, ապա Հանրային ապատիան կաճի եւ այլևս մեծ ջանքեր չեն պահանջվի ընտրություններում հաղթելու համար։ Շարքային քաղաքացին կսկսի ատել ոչ միայն եկեղեցին, ծնկի բերած Փաշինյանին, այլև անկարող ընդդիմությանը, որն իր զորից չեղավ կանխել այդ ամենը։ Նախորդ շաբաթ նաստուգողական թեստեր իրականացնում 10 տիրադավների միջոցով, որ հասկանա ընդդիմության վեհարանը պաշտպանողների ռեսուրսը, թե քանի հոգի է իր դեմ կանգնելու եւ ինչ քանակի զորք է պետք ներգրավել վեհարանը գրավելու համար։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթի տեղեկությունների համաձայն 2026 թվականին սպասվող համապետական ընտրություններին ընդառաջ տարբեր քաղաքական ուժեր եւ դեմքեր հանդիպումներ են ունենում քննարկելու ընտրություններին ընդառաջ իրենց անելիքները։ Այդ ուժերն են Հայ ազգային կոնգրեսը, Սասնա ծռերը, Ապրելու երկիր կուսակցությունը, Նժար շարժումը, Վիկտոր Մնացականյանը։ Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հանդիպում քննարկումներից մանրամասներ չցանկացավ հայտնել։ Ընդհանրապես որևէ քաղաքական ուժի հետ մեր հանդիպումներից մանրամասներ չեմ ցանկանում հայտնել, որովհետև առայժմ ինչ որ արդյունք չկա բանակցություններից, ուստի դրա մասին խոսելն անիմաստ է, ասաց Զուրաբյանը։ Հրապարակ թերթը գրում է. Պաշտպանության նախարարությունում տարեվերջյան պարգևատրումները նոր մեթոդով են անելու։ Կառավարությունն առաջին անգամ գործի է դրել պիլոտային ծրագիր, որի համաձայն ՊՆ քաղաքական, հայեցողական եւ քաղաքծառայության պաշտոններ զբաղեցնողները պարգևավճարներ կստանան 2025 թվականի առաջին կիսամյակի համար սահմանված առաջնահերթությունների կատարողականի արդյունքներով։ Ըստ այդմ 4 միլիոն 800 հազար դրամ կստանան նախարարի 3 տեղակալները, 2 միլիոն 600 հազարական դրամ նախարարի 2 խորհրդականները, վարչությունների պետերը, մամուլի քարտուղարը, քարտուղարության պետը, ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի պետն ու եւս մի քանի հոգի։ Միայն այս խմբի պարգևավճարի ընդհանուր գումարը կկազմի 146 միլիոն 296 հազար դրամ։ Նրանցից քիչ պակաս կստանան վարչության պետերի տեղակալներն ու բաժինների պետերը, մոտ 50 հոգի։ Նրանք էլ կպարգևատրվեն 1 միլիոն 200 հազարական դրամով։ Ի տարբերություն վերնախավի քաղաքծառայողները կպարգևատրվեն 62-ից 145 հազար դրամով։ Թուլափա են տալիս, որ ձեններս դուրս չգա, բայց չեն հասկանում սրանով ավելի են վիրավորում։ Պահումներն էլ հանած 50-ից 90 հազար հազիվ ստանանք։ Դժգոհել է մեր աղբյուրը։ Բացի պարգևավճարը նախարարության ծառայողները մեկ դրույքաչափ էլ 13-րդ աշխատավարձ կստանան 600-ից 700 հազար դրամ։ Միլիոնների պարգևավճարը ՊՆ-ում համարում են նախընտրական շրջանի օրինականացված ընտրակաշարք։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Այսօր դեկտեմբերի 23-ին Երևանի ավականին անցկացնում է Երևան քաղաքի ավականու 5-րդ նստաշրջանի 4-րդ տարեվերջյան նիստը, որի ընթացքում ավականին կընդունի տեղական վճարների 2026 թվականի դրույքաչափերը։ Նիստի շրջանակներում հիմք ընդունելով տեղական տուրքերի եւ վճարների մասին օրենքի 16-րդ հոդվածի առաջին եւ երրորդ մասերը Երևանի քաղաքային իշխանությունները օրակարգ են ընդգրկել Երևան համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին եւ Երևան համայնքում 2026 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին զեկույցները։ Դրանց շրջանակում Երևանի ավականին կրկին այս անգամ հաջորդ տարվա համար պետք է հաստատի քաղաքային տուրքերի եւ վճարների մասին նախագիծը, այդ թվում սկանդալային կարմիր գծերի թանկացման մասին նախագիծը։ Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամ Գևորգ Ստեփանյանը արդեն հայտարարել է, որ այսօր ավականու նիստի ժամանակ դարձյալ բարձր վճարներով նախագիծ է ներկայացվելու քննարկման։ Հրապարակ օրաթերթը գրում է. Թրամփի վարչակազմը որոշել է հետ կանչել աշխարհի մոտ 30 երկրից իր դեսպաններին, նրանց ովքեր չեն առաջնորդվում ամերիկան առաջնահերթ կարգախոսով։ Հետ կանչվողների շարքում է նաև Հայաստանի Հանրապետությունում դեսպան Քրիստինա Քվինը, որի հետ կանչն անհանգստություն է առաջացրել Հայաստանի Հանրապետության իշխանական շրջանակներում։ Չնայած դեսպանին մի քանի ամիս էր մնացել, նա նշանակվել է 2023 թվականի հուլիսին, 3 տարին կլրանա 2026 թվականի ամռանը։ Գաղտնիք չէ, որ Ուկրաինայից Հայաստան գործուղված ԱՄՆ դեսպանը ՀՀ իշխանությունների կուրատորն է, աչք է փակում բոլոր ապօրինությունների, քաղբանտարկյալների, եկեղեցու դեմ իշխանական գրողների վրա։ Մինչդեռ նախորդ ամիս Թրամփի որդին Հայաստան չեկավ հենց
եկեղեցու դեմ հարձակումների պատճառով։ Թաքեր Կարլսոնին Նարեկ Կարապետյանի հարցազրույցից Թրամփ կրտսերը եկեղեցու դեմ հարձակման մասին իմանալուց հետո որոշեց հրաժարվել Հայաստան այցից եւ գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից։ Այնպես որ ամերիկյան վարչակազմը ի տարբերություն Քվինի չէր կարող աչք փակել հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների վրա։ Դեսպանին մինչև ընտրությունները հետ կանչելը եւ նոր դեսպան գործուղելը ըստ իշխանականների պատահական չի արվում։ Հրապարակորաթերթը գրում է. անցած շաբաթ ՔՊ վարչությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վարչության 4 նիստ է անցկացրել 2026 թվականի նախընտրական ցուցակի թեկնածուներին գրանցել չգրանցելու համար։ Նիստերը տևել են 4.5 ժամ, 5 ժամ, 6 ժամ, իսկ վերջինը շաբաթօրվանը 8.5 ժամ։ Կարելի է կարծել, թե երկրում ոչ մի խնդիրի ու չլուծված հարց չկա, ուստի կառավարության ղեկավարն ու իր թիմը նվիրվել են կուսակցական աշխատանքին, ընդ որում 6 ամիս անց կայանալիք ընտրությունների թեմայով։ Ոչ մի պետության ղեկավար, որի երկրում այսքան խնդիրներ կան կուտակված, նման շռայլություն իրեն թույլ չէր տա, իսկ պատկերացնում եք, թե ինչ է լինելու 1-2 ամսից, երբ ընտրությունների շունչն իրեն զգացնել տա։ Փաստորաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում ունեցած ելույթում բուռն շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին, իր սիրելի կիրթ ու կառուցողական հայատյացին։ Լավ, ում է շնորհակալություն էլ չէ, այլ երախտագիտություն հայտնում ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Ինչի համար է հայտնում։ Այն բանի համար, որ Իլհամ Ալիևը թույլ է տվել կամ համաձայնել է, որ ադրբեջանական տարածքով ինչ որ 3-րդ կամ 4-րդ կարգի ցորենով բեռնված գնացքի մի շարժակազմ ընթանա դեպի Հայաստան։ Հա, ու մեկ էլ այն բանի համար, որ մեկ այլ շարժակազմով էլ մի 20 ցիստեր բենզին կմտնի Վրաստան, այնտեղից էլ Հայաստան։ Ասել, որ խայտառակություն է, նշանակում է ոչինչ չասել։ Ախր ում է երախտագիտություն հայտնում Փաշինյանը, Ալիևին, այն նույն Ալիևին, որի հետ կարելի ասել համատեղ ուժերով արցախցի հայերին տնազուրկ ու բնազուրկ են արել, հայրենազրկել։ Ում է Փաշինյանը շնորհակալ ու երախտապարտ, այն նույն Ալիևին, որ 5000 լուսավոր տղաների գլուխ կերավ։ Շնորհակալ է ում նրան, որ մի քանի տասնյակ հայերի, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերի ու պատանդ է պահում։ Զուգահեռ նաև համաներում է հայտարարում Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմական գործողություններին մասնակցածների նկատմամբ։ Ալիևին, որ բացեի բաց հայտարարում է Հայաստանի տարածքը եւս զավթելու եւ ադրբեջանական թուրքերով բնակեցնելու մասին։ Իսկ գուցե նրա համար է երախտապարտ ու շնորհակալ, որ Ադրբեջանն ու Թուրքիան արևմուտքի հետ ձեռք պատրաստ են իրենց աջակցել իշխանությունը պահելու համար, որ ինչ անի, էլ ինչեր զիջի։